Հետ անդամ եղել եմ այսպես կոչված ընդդիմախոսի դիրքերում, իսկ ես եթե այն ժամանակ քննարկում էինք թե ինչու է ինքը Արտակ Զեներանին խմբակցությունը առանց վարչության հետ խորհրդակցելու նախագահի թեկնածու առաջարկել եւ ես այդ հարցը բարձրացրեցի վարչությունը որ ամուսնություն հայտնենք որպես խմբակցության ղեկավարի, դա մի ուրիշ հարց է, բայց ինքը տակ չեմ մոռացել բարձրում եւ օրինակ Հակոբ Արշակյանն ասաց, բայց դեպքում ինչ է գերական կամ պատգամավորի տեխնացու եղել ցուցակումը որովհետեւ այս ժամանակ Նիկոլ Փաշինյանը, այսօր Նիկոլ Փաշինյանը չէր։ Այս ժամանակ Հակոբ Արշակյանը, Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը եւ մյուսները այդքան շատ չէին տարբերվում Նիկոլ Փաշինյան։ Իրանք իրաց հեղինակություն ունեին եւ հետեւաբար ես էլ որպես մարդ որոշակի հեղինակություն եւ ներողություն եւ դժվար էր, բայց ամեն անգամ ընդգծված ձևով ինձ գցեցին հետ, որ ես հասկանամ որ վերաբերմունքա քեզի կարգի պայ։ Ես ինչ կարգի չեմ պայել, չեմ պայելու։ Հիմա փաստորեն այս ժամանակ որ Նիկոլ Փաշինյանը ձեր ճանաչած Նիկոլ Փաշինյանն է Հիսուսի հետ համեմատությունը ճիշտ է, հիմա ինքը առնչություն չունի Հիսուսի հետ։ Ես Հիսուսի հետ չեմ համատեղել։ Ես ասել Ես ասել եմ սիրելի լրագրողներ, սիրելի քաղաքացիներ, որ երբ որ ծանոթացել եմ Նիկոլ Փաշինյանի հետ, ես անհավատս մտածել եմ, որ կարող է պատահի Հիսուսը գոյություն ունեցած լինի, որովհետև որպես մարդ։ Ես այդ եմ ասել, եթե դա կոչվում է համեմատություն, ապա դա ուրիշ է։ Բայց հիմա փոշմանել։ Ոչ, չեմ փոշմանել։ Ես մինչև հայտնի դեպքերը իմ բոլոր ինչ որ արել է քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը կուսակցություն ես լավ դերեմ։ Հիմա ինչ է Ղազարյան Փաշինյանը։ Հա? Հիմա Վազգեն Սարգսյանը, երկրորդ Վազգեն Սարգսյանը։ Վազգենի հետ համատեղ։ Ինչով է նման։ Հա? Ինչ հավատության եզրեր ունեն։ Ես երկու Վազգեն Սարգսյան եմ ճանաչել, երկու Վազգեն եմ ճանաչել, մեկը Վազգեն Սարգսյան եւ իմ գրքույց գրել եմ այդ ամենի մասին։ Մեկը Վազգեն Սարգսյան, մեկը Վազգեն։ Վազգեն Սարգսյանը այն պայծառ լուսավոր տղան էր, որ հայրենիքի համար հելա պայքարի կրկին եւ երկրորդ Վազգենը դա պետական ոչինչ Վազգենն էր։ Ով հայտարարեց, որ Վազգեն Մանուկյանը 100%-ով ձայն հավաքել չենք թողնի գարիշխանության։ Դա նույնն էր, ինչ որ վարչապետը ասեց, որ ինքն է հրահանգել Վարչական դատական խորհրդի նախագահին, որ հրաժարական տա։ Այդրանք նույն իդենտիկ վիճակներն են։ Ինչ եղավ Վազգեն Սարգսյանի հետ, սպանեցին։ Պարոն Ղազարյան, կարողանում եք ապացուցել ձեր ամեղությունները։ Ես չեմ կարող իմ ամեղությունը ապացուցեմ։ Իրանք պիտի ապացուցեն, որ ես մեղավոր եմ։ Բայց տեսեք, տիկին դատախազը ինչ ասեցիք բանը գրագետ ձևով որ խոսում է, նույն ալեհավաքի տակ են եղել Աշոտի, Աղազարյան Հովիկի եւ Սլավիկ Պողոսյանի հեռախոսները։ Բայց գրողը տանի ալեհավաքները չեն սպասարկում 5 քառակուսի մետր տեղ, ալեհավաքները սպասարկում են մեծ տեղ, որտեղ կարող տասնյակ մարդիկ լինեն եւ կարող է չէ մի 20 մետրի վրա ինքը մեքենայի մեջ նստած լինի եւ ես տեսած չեմ, այդ ուրիշ բան, եթե հենց հիմա են բանա վերահսկում, հենց հիմա գիտեն դեպքում մետրի ճշտությամբ գիտեն թե Աղազարյան Հովիկը որտեղ է, դա ուրիշ բան է, բայց երբ որ վերցրել են այդ վիվասելա ինչը, վերցրել են թե ես ում եմ զանգել, որտեղ եմ զանգել, այդրանով են հայտնաբերել, որ այդ ժամանակ մենք եղել ենք նույն ալեհավաքի տակ, միգուցե ավտոյի մեջ է եղել, ես քո չեմ տեսել, եւ դա բերում է ապացուցողական հիմք է դրել դատախազը, դա բան անընդունելի է։ Պարոն Աղազարյան, նորից եմ ասում, Արամ Մկրտչյանը 5 տարի դատալեքսով 5 տարի դատապարտված է եղել խարդախության համար 11 թվականին, 19 թվականից իր նկատմամբ դատական բանը գործընթացը գնում մինչև այս պահն է գնում վերջի դատապարտի բանը չէ եւ ներողություն եւ ինքը բանը մի տարի առաջ հանգիստ լքել Հայաստանի Հանրապետության սահմանները։ Պարոն Աղազարյան, դուք ձեզանից ինչ վտանգ եք մեծ ներկայացնում ձեր թիմի համար։ Ինչ ինֆորմացիա ունեք դուք, որ ձեզ այսպես ուզում են ճնշել, մեկուսացնել։ Ձեր հարցը թարգմանենք հայերեն, ցես կլինի։ Պարոն Աղազարյան, այդ բալամ, դուք ձեզանից ինչ ես ներկայացնում, այ համարյա թե ոչնչություն։ Ձեզանից չէ քո երանգները տենց է։ Ինչ ես ներկայացնում, որ երկրի վարչապետը այդքանից ներկայացնում են, որ անցած տարի այս ժամանակ մենակ ես հարց լուծեցի խմբակցությունով իր դեմ։
Իմացա՞ր։ Որ հարց։ Եվ հիմա նույն ձևով կարող պատահի, եւ հիմա մի րոպե, չեմ ասում։ Եվ հիմա էլ նույն ձևով կարող պատահի, էլի ես մենակ իր տեսակետի դեմ միգուցե ինքնա ճիշտ է, չգիտեմ։ Ես էլի հարց լուծեի, եւ հետեւաբար սենց եղավ։ Այսպես բախոտ պատահական չի լինում։ Չէ, դուք ակնարկել եք, որ խաղաղության պայմանագիր ինչ-որ փաստաթղթեր, Այո, խաղաղության։ Եթե Ալիևը ասում է, որ Տիգրանաշենը պիտի տաս մեզ, Արցախաշենը վերցնես ձեզ, ասկի չգիտեմ, այդ ասма թե չի ասում, երկրորդ մասը։ Իսկ Տիգրանաշենը մեր շրջանի գյուղը, ես ճանաչում եմ, գիտեմ այդ գյուղը ինչ վիճակում է գտնվում, ապա դա խաղաղության ձգտող հարևան պետության նարատիվ չի։ Եթե Ալիևը ասում է, որ փախստականները պետք է վերադառնան Սումգայիթ, Արցախ, Բաքու հայերը, ադրբեջանցիները ստե պիտի վերադառնան, ապա դա խաղաղության նարատիվ չի, երկու ժողովուրդների մեջ հսկայական արյուն է հոսել, այդ արյունը չի չորացել, դրանք կլինեն նոր էսկալացիայի հիմք եւ հետեւաբար իմ անհանգստությունը 3 տարի անընդհատ եղել է դա, եկամ հասանք այս օրերին եւ բարձրացնում է, որ դա բոլոր դեպքերում այդ հարցը կա։ Համենայնդեպս ադրբեջանական կողմը այդ հարցը բարձրացնում է։ Միայն այդ ինֆորմացիան է, որ դրանից այդ մասով են ձեզանից վախենում, ուզում հասկանալ, կա մի բան, որ մենք չգիտենք։ Ոչ, ես իմ անգստությունը այդ հարցերի շուրջ է եւ դուք խնդրում այդ հարցերը թեթև մի նայեք։ Չեմ, որը բացահայտ ամենադեպս չէ։ Երևի։ Այսինքն ներքին խոհանոցում ամեն դեպքում Տիգրանաշենի բանի հարցով ձեր արժեք հակագծեր բացել են, որ եղել է նման պահանջ Ալիևի կողմից։ Դե դա բոլորը գիտեն, դա բան չի, գաղտնիք չի։ Բայց իրենք երգում են, ասում են դեռ անկլավների հարց չի քննարկվում։ Անկլավների հարցի քննարկումը դա բանը հասկացում է սահմանների ճշգրտման եւ սահմանազատման գործընթացի մեջ։ Դա տրիվիալ է։ Ընդ որում կարելի է վերջին հաշվով դրան էլ համաձայնվել, բայց դրանից հետո արդեն մնացածը դառնալու է խաղոպար եւ ամեն ինչ շատ վատ լինելու։ Ազանցիկը ձեզ չի языкացնում են, որպեսզի մյուսները հանկարծ չհամարձակվեն այդ թեման։ Բայ իհարկե, որ ես հիմա հերոսի կինոյի տղեն չեմ, էլի կան չէ պատգամավորներ, խմբակցության մեջ, որոնք ասենք տեսակետներ ունեն, բավականին ինքնուրույն աններ չեմ տա կան, չէ, հետևաբար իմ վրա ճնշումը պայմանավորված է նաև դրանով, որ այդ հարցը լուծվի։ Իրենք իրենց այսպես մտահոգությունները այս հայ-ադրբեջանական հարաբերությունների Դե իմ այս տեղյակ չեմ արդեն, ինչպես գիտեք։ եղել են մարդիկ, որ իրենք համարձակվում են ասել։ Հա, բավական, իհարկե։ Եթե ընդդիմությունը իմպիչմենտի հարց բերի ազգային ժողովին, չէ կարծում ՔՊ-ում կգտնվեն մարդիկ, ովքեր կհամարձակվեն կողմ քրյալ։ Ես չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել։ Չէ, ես խանգարեմ, եթե արտահերթ կամ հերթական ընտրություններում, ասենք պարոն վարչապետը փորձի վերարտադրվի, այդ ժամանակ ես խանգարեմ, բայց ես նաև սկզբունք ունեմ ներողություն եմ խնդրում, ես ինքս Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան առանցքին ես չեմ ունենում։